Վաշինգտոն կապիտալը 30 տարի ի վեր զբաղվում է անշարժ գույքի ֆինանսավորման հարցերով եւ վաճառքով, այսօր ամենացածր տոկոսներով հնարավորություն ունեք գնելու ձեր երազած տունը կամ վերաֆինանսավորել ձեր սեփականությունը ամենացածր ամսվճարով։ Եթե կորցնելու եք foreclosure ձեր բնակարանը կամ ունեք վաճառքի հետ կապված խնդիրներ, մենք կօգնենք ձեզ վաճառելու ձեր սեփականությունը short sale-ի միջոցով։ Վաշինգտոն կապիտալը կօգնի ձեզ այս բոլոր հարցերում։ Զանգարեք 818 240 1920 հեռախոսահամարով։ Բարզեսերի արնիկիստերս Ռոնի Ղարիբյանը Washington Capital հաստատությունից Աշաբիկ անդրադառնանք տեսենք ինչ պատահավ առաջիկա շաբաթներն ինչ լուրեր դուրս եկավ նամանավանդ ֆինանսավորման եւ real estate-ի ուղղությամբ ինչ սպասելիքներ կա այս շաբաթվա մեջ ինչ նորություններ կա ծրագիրների մեջ եւ վերջը կգնանք տոկոսներին ինչա պատահի այսօր հուլիս 24 2016 թվականը Տան առուվաճառքը home sales հունիս ամսվա մեջ բարձրացավ բավականի ինչ որ առաջիկա վերջի 9 տարվա մեջ այդ արագությամբ այդքան արագ այդքան բարձր չէր բարձրացել անսպասելի ձևով բարձրացավ National Association of Realtors-ի կողմից տեղեկությունով existing homes ոչ թե նորակառույց տուները մոտ 1.1%-ի չափ աճ ունեցավ որ ընդհանրապես վաճառվավ 5.57 միլիոն յունիտ, այսինքն հատակներ անցյալ ամիս, որ սպասելիքն մոտ 5.45 շատ ավելի պակաս էր 2007-ից մինչև հիմա այսքան բարձր մի ամսվա մեջ ցածկում չի ելել ոմանք ասում են էսի պարզապես տոկոսները որ իջեր էր first time home buyer-ները որ ընդհանրապես sideline-ին չին կարողանում տուն առնեն պատճառը լավ որ իրանք պատճառ ցածր տոկոսներին որ այն մեծ մասը Brexit-ի Անգլիայի որ եվրոպական խորհրդից դուրս եկավ իրանց մասին էր եւ անշուշտ մյուս լուրերն է որ կենտրոնական բանկը որ արդեն որոշում տվավ վստահություն տվավ ժողովրդին որ տոկոսները չպետք է բարձրացնել հունիս ամսվա մեջ ինչպես որ ամենը սպասում են եւ այս պատճառը լավ որ բոլոր sales-ը եւ տոկոսները մեկ կողմից իջնի եւ sales-ը մյուս կողմից բարձրանա անշուշտ մայիս ամսվանը ջաստարա մոտ 5.51 միլիոն հատիկ վաճառվել էր հատիկ ասելով single family condominium կամ 3-4 unit-ն մեկ են հաշվում որպես units բայց ոչ թե նորակառույց, այլ հիների մասին էր, որ դա իջացավ մոտ 5.53 միլիոնի։ Ընդհանրապես տոկոսները Միացյալ Նահանգներում բավականին ցածր այլ է, ամենացածրն այլ է ինչպես 2013-ից մինչև հիմա, այդքան ցածր չի եղել, քան թե անշուշտ վերջի երկու շաբաթվա մեջ չին տարբերություն տվել, բայց ընդհանրապես բավականի դեռ ցածր է անշուշտ ժողովրդի վստահությունը մեջին խնդիր այլ է բայց first time buyer-ները որ առաջի անգամ են տուն առնում հունիս ամսվա մեջ մոտարապես 33% կազմում է բոլոր գնողներինը որ ամենամեծ ամսվա մեջ մեկ ամսվա մեջ ամենամեծ տոկոսային բաժինն է first time home buyer-ները վերջի 4 տարվա մեջ, այսինքն վերջի 4 տարվա մեջ ավելի քիչ first time home buyer-ները այլ ամեն ամիս տոկոսային բաժինով անշուշտ, քան թե այս ամիս ամենաշատն է եւ նորեն եմ ասում մեծամասնությունը պատճառ տոկոսներին այլ է եւ անշուշտ ինվենտորիները շատ ավելի շատացել են ընդհանուր առմամբ որպես Միացյալ Նահանգներ ինվենտորին բավականին դեռ քիչ է ինվենտորի ասելով քանակը ինչ կա վաճառքի շատ դեռ ավելի քիչ է բայց մեծամասնությունը մեծ ինչ շատացել է անշուշտ քաղաքից քաղաք թաղամասից թաղամաս տարբերություն կտա ուրեմն մեկ քանի հատ ցեզի ցույց տամ սլայդի վրա եթե տեսնեք այդ Mid-West-ում existing home sales-ը մոտ 3.8%-ի չափ
աճա ունեցե այսինքն քանակ, այսինքն քանի հատը home sales-ը եւ արժեքները անշուշտ մոտ west-ում 1.7%, south-ում flat այլ է, ամփոփող այլ է եւ north-east-ում մոտարապես 1.3% իջեր է, անշուշտ ոչ վաճառված unsold homes, այն տուները, որ դեռ մարքեթի մեջ է, դեռ չի վաճառվել, մոտարապես իջավ հունիս ամսվա մեջ մոտ 1%-ից պակաս 0.9%-ի չափ եւ մոտ 2.12 միլիոն յունիտներ դեռ առայժմս չի վաճառվել մարքեթի մեջ հունիս ամսվա մեջ, այսինքն չի նշանակում բոլորը վաճառվում են, ըստ մասին միշտ խոսում ենք, ես Glendale Burbank Lacrosse Center-ում տուներ կան, որ չի վաճառվել դեռ շուկայի վրա կա, բայց medium house prices միջին տան արժեքները, որ նախկինում էլ ասել եմ, մոտարապես 4.8%, մոտ 5%-ի չափ, 4.8% աճ ունեցել բոլոր Միացյալ Նահանգներում նախկին տարվանից մինչև այս տարվա հունիս, այսինքն մեկ տարվա մեջ հունիսից հունիս, եւ միջինը բարձրացավ 247,700-ի, որ արժեքները բավականի բարձրանում են։ Բայց մյուս կողմից անշուշտ ուրիշ լուրեր կա, ինչ-որ միշտ ամեն ամիս դուրս է գալի, որ ասում են home builder sentiment, այսինքն նորակառույց նոր շինարարների վստահությունը, իրանց ապահովությունը, մեր մյուս ռիպորտաժ ունենք, խնդրեմ մեր վիդեո նայենք, դա վրա բացատրեմ, որ ընդհանրապես ժողովուրդը արդեն անվստահությունը կա եւ պատճառը մեկ Անգլիայի պատճառով էր, մեկը ընտրությունների պատճառով է, որ ով է ընտրվելու, տարբեր պատճառներով ընդհանրապես մի քիչ անորոշ վիճակը կա եւ էսի եւ անշուշտ հունիս ամիսը ավելի տաք էր, շատ ավելի տաք էր, ինչ-որ սպասելիքներ եւ էսի պատճառը էլա, որ ընդհանրապես ժողովուրդը որպես buyers ավելի քիչ foot traffic կա open house-ներում builder-ները նկատել են, եթե նայեք ստեղում շինարարների վստահությունը անցյալ տարվա հունիսից մինչև այս տարվա հունիս եթե նայեք, ընդհանրապես շատ ավելի վստահ են անցյալ հոկտեմբերին, անցյալ հունվարին եւ փետրվար, մարտ, ապրիլ, մայիսը հավասար flat էր, հունիսին բարձրացավ եւ հուլիսին նորեն իջավ եւ էսի անշուշտ խանգարում է, որովհետեւ մեկ կողմից բավականի տուներ չի սարքվում արդեն ուզենք չուզենք ինվենտորին քիչ է որպես նոր շինարարների համար մեկ կողմից էլ երբ որ սենցի անհանգստություններ այլում դա էլ չի օգնում եւ նամանավան որ մա շինարար ասում է որ ուզենա եթե մա տուն սարքի պատճառ ռեգուլյատորներին պատճառ օրենքներին քաղաքական կամ նահանգային օրենքներին հողերի արժեքներին արդեն դժվարություններ ունեն ստա վրա էլ մեջ ինչին երբ որ տեսնում են ժողովրդի confidence եւ չեն մոտենում ստանք ամենը խնդիր այլում բայց մեկ կողմից իրանց մեկ մոտեցումը դա է որ ուզենք չուզենք տուները որ սկսում են շինարարություն անել ասում վերջանալը գվերջանա վաճառքի գդրվի միան հարցը լինում է ինչքան ուշ որովհետեւ երբ որ ուշ է շինարարությունը լինում էդի տոկոսի հարցը եւ կորուստի հարցը բայց բարեբախտաբար ասելով շինարարների համար դեռ արժեքները բարձրանում է առաջմս իջնելու լուր չկա եւ էսի խնդիրը օգտակար է լինում շինարարների համար Մյուս լուրը որ ունենք ընդհանրապես home improvement-ի մասին, այսինքն construction remodeling-ի մասին է։ Construction remodeling-ը մոտարապես արդեն գուշակել են, որ հիմակվանից մինչև մյուս տարվա հունիս 2017-ը մոտարապես սպասում են, որ 8%-ի չափ աճ ունենա remodeling-ի գումարը որ ծախսվելու է ժողովրդի կողմից իրանց տան շինարարության համար որպես improvements ոչ թե builder-ները ոչ թե contractor-ները այլ անձնավորությունները մեծամասնությունը
որովհետև ստացել են բավականի equity, ինչպես անցյալ շաբաթ ասա, մոտարապես equity-ն 260 բիլիոն դոլար, 260 բիլիոն դոլար, պարզապես ով որ տուն ունեցել առաջի երամսյակի մեջ Միացյալ Նահանգներում, բոլորի տան արժեքները, որ բարձրացել է, գումարել են, որ ինչքան է բարձրացել, բոլորինը գումարելով 260 բիլիոն դոլարի հարստություն է առաջացել միայն առաջի երամսյակը 2016-ին։ Եվ սա պատճառ է, որ ժողովուրդը refinance անեն պատճառես քիչ տոկոսներով, որ շատ խելացի գործ է, օրինակ ասենք, եթե միջինի տոկոսը 3.7-4% refinance արե, կամ լավ տոկոսով արե, կամ նույնիսկ չի արե, բայց ասենք եթե 4.25, 3.75% նա, ասում այսօր refinance անեմ, 10,000, 20,000, ոչ թե հարյուրներ հազար, գումար քաշեմ տան վրա, եւ այդ խոհանոցը, որ տիկինս տարիներ է ուզում է, կամ այդ պետքարանները, որ ուզում ենք ռիմադել անենք լվացարանները, լավ ժամանակ է, կամ այդ սենյակը, որ ուզում ենք միշտ ավելացնենք, լավ ժամանակ է այս գործը կատարենք, որովհետեւ համ տոկոսները քիչ են, համ equity ունենք, եւ իրանք արդեն, այս որ ասում եմ, աշխատանքի անցե, բոլոր Միացյալ Նահանգի ժողովուրդը մեծամասնությունը սկսել է եւ այս թափով որ շարունակվի, հաշվել են որ մոտարապես 4.9% historical average-ն է որ home improvement-ի expansion-ի վրա, այսինքն աճը, տարեկան աճը միջինը 4-ից 9% ծախսվում է որպես home improvement, այս տարի 8%-ի չափ սպասելիս է եւ սպասվում է մոտ 321 բիլիոն դոլար պետք է ծախսվի remodeling-ի վրա։ Ուրեմն եթե դուք remodeling-ի գործի մեջ եք, պատրաստվեք որ գործեր վերցնեք, contractներ վերցնեք, ճիշտ գործ արեք, overbuild մի արեք, շատ գործ մի վերցեք ու չկարողանաք սերվիս տալ, եւ եթե դուք պարզ անձնավորություններ եք, ոսեք ձեր տունը շինարարություն անեք, գնացեք այդ ընկերության հետ կամ այդ անձնավորության հետ, որ կարող է ժամանակին ձեզի deliver անի, շատ զբաղված չի։ Ուրեմն inflation-ը որ հանեն 321 միլիոնից, սղաճ որ հանեն մոտարապես սպասում են որ 2006 թվականով ամենանց peak ժամանակն է remodeling-ը, նույնը տեսնեն մինչև առաջիկա տարին։ Անշուշտ ինչպես ասեմ, տոկոսներն ամենից քիչ ժամանակն է, confidence-ը վստահությունը ժողովրդին ընդեղ է իրաց տան վրա ծախսեն, եւ ոմանք ասում են ինչ remodel անենք, ինչ անենք, որ տան արժեքը բարելավի, ավելի շատանա։ Ես միշտ իմ կարծիքս էլերա, որ ինչ ուզում ես ծախսի, խոհանոցը ինչպես ուզում ես, զուգարանը, լվացարանը, գետինները, ճաշակը դա ձեր տունն է, ինչպես որ ասում են, բայց եթե square footage ավելացնես, եթե քառակուսի մետր ավելացնես, եթե կարող ես, հնարավորություն ունես, նույնիսկ 100 square feet, նույնիսկ 300 square feet, դա շատ ավելի արժեք որի գոտանը, քան թե պարզապես ներքին remodel անես առանց այն որ որևէ square footage ավելացնեք։ Անշուշտ խոհանոցը ամենից favorite-ներից մեկն է բոլորինը եւ հիմա նորություն որ տեսել են ընդհանրապես դիզայներների կողմից, եթե հիշում եք նախկինում ասել եմ website-եր կային House HUZZ անունով մատ այդ ձևա սպելելում ընկերությունը որ online architecture design-ի հարցը, տեսել են որ մոտ 67% remodel-ները multi-room remodel են, այսինքն միայն խոհանոց չի կամ միայն պետքարան չի կամ միայն այդ երկուսը multi-room remodel են, այսինքն սենյակները մեծացնում են, դուռերը փոխում են, պատուհաններ են ավելացնում եւ այլն, 67%-ի չափ մոտարպես աճ են տեսել որ multi-room remodel-ներ են, անշուշտ վերջի 30%-ը որ ընկերությունները նայել են այս multi-unit-ը, տեսնում են որ շատ ավելի ձեռնատու է այդ գործը անելը, քան թե միայն խոհանոցը եւ լվացարան անել, բայց մեծամասնություն չեն անում որպես արժեք կա իրենց տան վրա, այլ անում են որպես կարողանան
հաճույք էլ ստանան այդ տան մեջ ապրելու։ So remodeling boom-ը շարունակվելու է եւ ռիթեյլերները լինելով Lowe's, Home Depot, William Marcus եւ այդ տեսակ ընկերությունները եւ անշուշտ ապրանքները, ֆուրնիչերները ամենը ուզենք չուզենք այս շահելու են եւ ընդան ստակներն էլ բարձրանալու ավելի շատ Home Depot-ի Lowe's-ի նման ընկերությունները կամ ներքին ընկերությունները եւ այլն եւ այստեղ բոլորը մեծ շահեր են տալու մեզ։ Ինչպես իմանում եք միշտ խոսացել ենք որ ռիթեյլները, այսինքն խանութները, Macy's, department store-ները եւ այլն, արդեն իմանում եք բավականին ժամանակ է որ ժողովուրդը ընդհանրապես shift են արել եւ չեն այդում այդ խանութները այդքան շատ եւ նախկինում նորեն լուրերի մեջ խոսացել ենք որ ժողովուրդը այսօր servicing ավելի գումար են ծախսում այդ տեսակ սերվիսի իրանց վրա, քան թե ապրանքի վրա, լինելով ռեստորաններ, հոթելներ, vacation-ներ եւ այդ experience են ասում ստանալու վրա ավելի շատ գումար են ծախսում, քան թե իրանց ինչպես ասեմ հագուստին եւ այլն։ So սա պատճառը լինում որ ռեստորանների գործերը շատ ավելի հաջողանա, շատ ավելի շահավետ լինի, որտեղ նախկինում սուպերմարկետները միշտ ավելի շահ են ունեցել, ավելի եկամուտ են ունեցել, քան թե ռեստորանները, որտեղ ժողովուրդը միշտ գնում են անում սուպերմարկետը վերջապես տոնի համար ուտելիք է պետք եւ այլն եւ այլն, so supermarket incomes and profits were always higher than restaurants retail, բայց հիմա փոխվերա ռեստորան ռիթեյլները շատ ավելի շահավետ են։ So ինչ է պատահում նորեն Միացյալ Նահանգներում, որ եթե տանտեր եք, landlord եք, մանավանդ ռիթեյլի, ունեք shopping center կամ խանութներ, եւ ոմանք տեսել եք որ խնդիր ունեք, որտեղ այդ խանութ բանը որ հագուստ է ծախում կամ հագուստական մեծերը, որ ունեն Macy's-ը եւ այլն, իրանք խնդիր ունեն վարձու տալու, որտեղ իրենց tenant-ները կորուստներ ունեն, բայց հակառակը իրանք shift են արել որպես restaurant retail, ուրեմն ով real estate ունի եւ կարող է այդ real estate-ի մեջ տեղավորի coffee shop-ը, ռեստորաններ շատ ավելի շահավետ են, շատ ավելի ուրախ են, որ իրանք կարողանում են այդ ձևով շահավետ լինեն, բայց landlord-ները, տանտերները որ commercial տանտերի մասին է խոսքը, որ այս ռիթեյլերին որպես ռեստորաններին ուզում են վարձու տան, ոմանք այս ռեստորանները բոլորը chain ռեստորաններ չեն, ինչպես իմանանք Wolfgang Puck-ը, որ ամենից հայտնի շեֆերից մեկն է, ինքը ռեստորաններ է բացում, որ բացում է, and it's always busy and booming, օրինակ Las Vegas-ում անցյալ անգամ ես ընդեղի ընտանիքիս հետ, մենք տեսանք Wolfgang Puck ռեստորան MGM-ում շատ հարգի, ներս մտանք, the food was delicious, fantastic, եւ գրավում այդ անունը որպես famous, բայց ժողովուրդը ասում են, եթե ես պետք է Wolfgang Puck կամ իր նման ընկերություններ անունով ու ինչ որ անուն լինի, իրանք պետք է food-ի ճաշի որակը continuously լավ լինի։ Բայց որովհետև shift այլ է ժողովուրդը մալ չեն այդում էլ այդքան, գումարներ չեն ծախսում մալերում, ուրեմն այս food court-երի հարցն էլ խանգարվում է, որտեղ եթե մալ չեն այդում գնում է food court-ն եւ մեկ բան որ շատ առաջացել, շատ է demand-ը շատացել, որովհետև consumer-ի համար ժողովրդի համար շատ ավելի հեշտացել, մեկ boutique stores, փոքրիկ դելիներ, խանութներ, նույնիսկ Ամերիկանայում այսօր հետակ, բացի հեզոր ռեստորաններ, տեսնում եք փոքրիկ խանութներ կան որպես deli sandwich places, կամ նույնիսկ Nordstrom-ը վրևի հարկը, small restaurants, casual, small, non-name restaurants, եւ հիմա ստա վրա ավելացել են իրանց competition-ները, ավելի շուտ ռեստորաններին է, չէ այլ department store-ներին, որտեղ ժողովուրդ չեն այդում, lunch trucks, food trucks, այո։ Food trucks-ները արդեն
կարողանում են փոխամուվ անեն, կարող են իրանց remodel անեն շատ հեշտ, կարողանում են մենյուն փոխել շատ արագորեն, որովհետև շարժողական են, վարձ չեն տալի եւ իրանք եւ խանութներ, որ ճաշարաններ ունեն իրանց մեջ, օրինակ Whole Foods, այո, over Whole Food դեպքում իմանում եք որ ընդեղում դուք grocery shopping անում եք, նույն ժամանակ կարող եք ընդդես ձեր ճաշն էլ առեք եւ ընդեղում էլ ուտեք եւ դուրս գաք։ Եվ ամենը մեկ տեղում եք անում։ Եվ ստանք ամենը gross rents անունը նոր անուն կա gross rents ասելով grocery եւ rental space-ը նույն տեղն է եւ այս նորությունը հիմա ժողովուրդը փոխում են տանտերները որ վարձու տան այս խանութներին, բայց որովհետեւ մեծամասնությունը ֆինանսավորման դժվարություն է, որտեղ փոքրիկ տանտերներ են, փոքրիկ բիզնես օներներ են, նյուքամերներ են, ուզում եմ պարզապես փոքրիկ ռեստորան մտնի եւ քրեդիտի եւ քաշի խնդիր ունի, նորությունը որ տանտերները ելնում են որպես partner ֆինանսավորման partnership այդ ռեստորանի տանտիրոջ հետ, որ մեր չնչին ասма տեղի ինձանից, բիզնեսը քեզանից, մեծ ձևով կարողանում են մասնակցեն, միասին բիզնես անեն եւ կարողանան այս շահավետ լինեն երկուսից։ Ուրեմն ռեստորանները, եթե retail ունեք ռեստորանների համար, it's good, եթե չունեք առնում եք commercial բացելու, լավ տեղեր են որ ռեստորանների կարողանաք վարձու տալ, կամ եթե lunch truck-ի գործի մեջ եք, նույնիսկ տանտերներ հիմա lunch truck-ներին տեղ են տալի, եթե նրանք որ տեղ ունեն, հող ունեն, բիզնես ունեն, որպես միշտական տեղ, մեր չին վարձ են առնում իրանցից, որ կարողանան շատ ավելի հանգիստորեն, որտեղ փողոցը մեկ քիչ դժվար է ամենտեղ կայնելը, հատուկ permit-ի հարցեր կա, ես իմանում եմ այդ Las Vegas Costco-ի մոտ մեկ car wash կա եւ հաջող տեսել եմ ընդել lunch truck-ներ լույսերով իրիկունը որ lunch car wash-ը փակա, car wash-ի parking lot-ում կարծես վարձու տված է, իրանց միջոցով կարողանում են օգտագործել, բայց հետեւանք էս retail-ի համար, ինչպես commercial-ների համար, commercial վարկերը դեռ շատ լավ են, տոկոսները հոյակապ են, եթե դուք ուզում եք commercial retail ասելով shopping centers, apartment buildings եւ այլն ուզում եք վերաֆինանսավորեք մեզ հեռարձանեք, հոյակապ ծրագիրներ ունենք, նամանավան մահդ մենք special ընկերության հետ ենք համամասնակցել, որ իրանց հետ կարողանում ենք անշուշտ numbers aside, այսինքն ով ես, ինչ ես, ինչ եկամուտ ունես, բայց նայում են ով է անձնավորությունը, ինչ չափուսահմանների մեջ է, շատ ավելի հեշտությամբ կարող ենք ֆինանսավորենք commercial loans, այո, commercial loans, շատ ավելի հեշտությամբ, քան թե այդ խիստ պայմանները, որ մյուս բանկերը ունեն։ So commercial-ի կողմից մենք ավելի flexible ծրագիրներ ունենք, ելի առնելու համար կամ refinance-ի համար, on commercial loans, non-SBA մասին է խոսքը, ոչ SBA, conventional commercial-ի, SBA-ն անշուշտ իր տեղ ունի, SBA-ն ունենք, նույն պայմանները շարունակվում, արդեն միշտ հեշտ այլ է SBA-ն, բայց եթե SBA-ի մեջը դու բիզնես անես որպես քո բիզնեսն է, բայց ասենք shopping center ես առնում որպես investor, այն ժամանակ էլ SBA-ի միջոցով չի conventional, բայց շատ ավելի հեշտությամբ կարող են գալ։ Ինչ որ վերաբերում է remodeling-ի համար, այո, հիմա ժամանակն է, որտեղ տոկոսները դեռ ցածր են, կամ remodeling-ի համար, կամ credit card-ը pay off անելու համար, կամ student loan-երի համար վերցնելու համար, դեռ տոկոսը լավ է, ափսոս է, օգտագործել։ Եթե ուզեք չուզեք պետք է օրինակ 2 bedroom-ը Երանի 3 bedroom ելներ, Երանի 1 bathroom-ը 2 bathroom ելներ եւ այլն, հիմա ժամանակն է կամ roof-ն է եւ այլն, կարողանաք օգտագործել այս գործից։ Ինչ որ վերաբերվում է investor-ների, contractor-ների համար, որ ինչպես տեսնում եք շինարարությունը դեռ շարունակաբար շարունակվելու է, remodeling-ը շատ ավելի շատանալու է առաջիկա տարվա մեջ պատճառ էքույթիներին, քան թե դեռ արժեքները բարձր է, քայլ վերցրեք այս գործը անելու համար։ Ինչ որ վերաբերում նոր բայերներ, first time բայերների համար տեսակ first time բայերները շատանում են, ինչու որովհետև տոկոս ու ցածայք է էքույթի մաս։ Մեկ կողմից արժեքները որ շատ է բարձրանում, դա խանգարում է, որովհետև տոկոսը օգնում է, բայց ոչ այսքան, բայց միջով այսօր ես տեսնում եմ մեր հայրենակիցներից, որ ուզում են տուն առնեն, բայց պատրաստ չեն
մինչև վերջի օրը գայս էլ մոտես որ այս տունը տեսել ենք ուզում offer գրենք ինչքան էլ ես արագ անեմ ռոպեական անեմ նորեն հատուկ բաներ կա որ պետք է նախապես դուք պատրաստություն տեսնեք դիմեք մենք ձեր ֆայլը պատրաստենք հետո սիրուն միտքներ հանգիստ եթե տուն շոփինգ տուն առնելու համար մինչև այդ ժամանակ նույնիսկ տուները նայեք ինտերնետով եւ մի բան սիրում եք ասենք մենք offer գրենք հիմա եթե Ռոնի մոտ տեսենք մեզի qualify-անի ավելի շուտ դիմեք այդ qualification-ի համար mən նայում մարքեթի ինչպես փակվավ հետո կշարունակենք ես նորություններ ունեմ պետք է ձեզի ասեմ ծրագիրների համար խնդրեմ մեր ինժեներից այո մերսի շատ Ուրեմն ուրբաթ օրը դեմ փակվավ 18585 մոտ 53.62 պոինտի չափ բարձրացավ S&P-ն 2175 մոտ 9.86 պոինտի չափ եւ Nasdaq-ը 5029.59 մոտ 26.26 պոինտի չափ բարձրացավ Գերմանական DAX-ը 10147.46 8.75 պոինտի չափ Կուզեմ Գերմանիայի ցավակցություններից հայտնել իրանց վերջի լուրը որ ուրբաթորելով Անգլիական FTSE-ն ճիշտ է Brexit-ը կա, բայց դեռ իրանց FTSE-ն ուժեղանում է 6730.48 30.59 պոինտի չափ բարձրացավ Nikkei 16627.25 182.97 պոինտի չափ Nikkei արդեն 1 տարի ավել է որ օրական շաբաթական 100-200-300 point բարձրանում իջնում է it's scary բավականին վախենալի է Շանհայ 3012.43 մոտ 26.58 պոինտի չափ Քարյուղը հայրենակիցը 44.26 փակվա մոտ 56 ցենտի չափ իջավ ուրբաթ օրը տեսնենք մեջին իջերա 48-49 դոլարի էլ հասել էր իջերա ոսկին 1322.10 մոտ 7.60 ցենտ ինչպես իմանում եք եթե ստակը կորուստներ ունենում ոսկին բարձրանում է ստակը շահեր ունենում ոսկին իջնում է արծաթը 16.59 մոտ 12 ցենտի չափ իջավ Platinum-ը 1860 մոտ 19.60 ցենտ իջավ Platinum-ը ուրբաթ օրը Հայրենակիցը եվրոն շարունակաբար իջնում է եվրոն արդեն էլ էր $1.09 ցենտը այսինքն $1.10 ցենտից պակաս լինում է $1 1 եվրոն հավասար է $1.10 ցենտ արդեն եթե միջինը հիշում եք 1.45 այլ է average-ը հիմա 1.09 է ես ճիշտ հիշում եմ մոտ 2003 թվականներից մոտ 1.25 էր հետո բարձրացավ մինչև 1.75-ի իջավ 1.40-ի շուրջներ 50-ի շուրջներ հիմա 1.10-ի արդեն հասել անգլիական British Pound-ը 1.31 դոլարը հավասար է 1 pound 1.31 դոլարը հավասար է 1 pound-ի Եվ 10 տարվա treasury-ին հայրենակիցներ, այս որ 30 տարվա տոկոսները կախյալ է 10 տարվա բանդին, ինչպես տեսնում եք այս շաբաթ եւ անցյալ շաբաթ մոտարապես նույնն է 1.556, անցյալ շաբաթ 1.557, ցուցատալի մոտարապես flat է, բայց եթե նայենք նախկին շաբաթվանից մոտ 40% բարձրացել է, այսի ամենացածն է որ ունեցել ենք որ Անգլիայի Brexit-ի լուրներ եթե հիշում եք, մոտ 40% բարձրացել է, որ այսի ուղղակի ազդեցություն է տալի 40%-ը տոկոսների վրա, այսինքն եթե տոկոսները իջեր էր 1.3-ի, հիմա 1.5-ի է հասել հայրենակիցներ։ Ինչպես տեսակ, այս մեր տոկոսներին այս շաբաթվանը, մարքեթների ուրբաթօրվա փակմանը բավականի իջեր են, տոկոսները flat է վերջի մեկ շաբաթը դի լավ լուր է, բայց ընդհանրապես որպես ընդհանուր Միացյալ Նահանգների միջինը որ Mortgage Bankers Association-ի կողմից ուսումնասիրվում է Oklahoma-ից բռնած New York-ից Florida, Florida-ից Las Vegas, Utah, Arizona, North Dakota, South Carolina եւ այլն եւ նայում են միջին տոկոսը որ register-ելած է այս բոլոր Միացյալ Նահանգների նահանգներում խնդրում սլայդի վրա ցույց տանք 1 point-ով ասա 0 point-ով չի 1 point-ով 20% եթե down payment դնեք, խնդրեմ slide նայենք, եթե 20% down payment դնեք եւ 1 point վճարեք,
ձեր վարկը 417,000-ից պակաս լինի, average-ը բոլոր Միացյալ Նահանգներում հուլիս ամսվանը մոտ 3.65-ա, 3.65%, եթե հիշում եք, ինչպես ասամ, երկու շաբաթ առաջ ավելի ցածր, այսինքն եթե նայեք ապրիլ, մայիս, հունիս, հուլիսը ամենացածրն է, որ ունեցել ենք, ուրեմն տոկոսները դեռ բավականին ցածր են, խնդրում եմ, որ եթե refinance չեք արել այլ պատճառներով, որ նախկինում բացատրել են պատճառները, հիմա հոյակապ ժամանակը refinance անեք։ Քանի որ գետեր ասեմ մեկ, որ եթե տուն եք առնում հայրենակիցներ եւ offer եք որ գրում, ձեզի ասում են, որ այս initial deposit պետք է տակ offer-ի, այսինքն չեք եք տալի offer-ի հետ, որ վաճառողին տան եւ այդ չեքը մոտարապես տան offer-ից 2 կամ 3%-ն է, ոմանք եթե հաշվի մեջ գումար չունեք, հետո պետք է փոխանցեք կամ transfer անեք այդ initial check-ի համար, խնդրում եմ, որ դա վստահել եք կամ հաշվի մեջ կա կամ ճիշտ տեղից է transfer ելնում, սխալ տեղից transfer չելնի, որտեղ մեծամասնությունը խնդիր ունեն այդ կողմից, երբ որ transfer այլում բիզնեսային հաշվով, line of credit-ից, օրինակ շատ հաճախ տեսնում են, որտեղ ամեն մարդի equity որ ունի, ոմանք line of credit ունեն, եւ line of credit-ը օգտագործում են որպես down payment դնեն։ Հայրենակից չեք կարող, ինչու, որովհետեւ դու երբ որ line of credit ունես, այսինքն պարկ ես վերցնում։ Չես կարող պարկ վերցնես, այդ պարկով ուրիշ պարկի դիմես։ Դու քո մտքի մեջ ասես ես պարկ եմ վերցնում equity-ից վրա, որ տուն առնեմ, բայց այդ տուն առնելու համար դու դիմում ես բանկին, որ քեզի վարկ տա, որ քեզի պարկ տա։ Եվ բանկ ասում է down payment-ը որտեղից, ասում ես պարկ եմ արել։ Ասում է down payment-ը պարկ ես արել, ինձանից ես պարկ ես ուզում, ամենը պարկ է լավ։ Չես կարող, you cannot borrow money to borrow money։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասացել եմ։ Եթե cash առնում եք, խնդիր չկա, բայց եթե cash չեք առնում, ուզում եք պարկ առնեք, պետք է մասեր կան, որ ինչպես մանջուկներ կան, որ պետք է բոլոր լրիվորեն հաշվարկի գասո մոտեցեք մեզ, մենք ձեզի կարող ենք ուղղություն տանք։ Մեր լավ լուր որ ունեմ, դա էլ մեր ինվեստորների համար, որ դիմում են hard money լոների կամ ամիջական investment-ի պետքություն կա emergency, լինելով cash offer ամենը պետք է առնեն կամ տան վրա ամիջապես կամ real estate-ի commercial կամ residential-ի վրա ամիջական cash-ը պետք եւ hard money-ների եք դիմում, ինչպես իմանում եք, եւ միջինը եթե իմանում եք 8-9-10% եւ բավականին ծախսալի է նայում, բարեբախտաբար մենք ունենք նոր չէ, բայց նոր ծրագիր ենք դրել մեր ընկերությունների հետ, որ private money-ով զբաղվում, ոչ թե չեմ ուզում ասեմ hard money, ինչու որտեվ hard չի, ինչու hard չի, որովհետև մոտ միջինը 6%-ի չափ է, 6 to 7% rate, that's the average, եւ շատ ավելի հեշտ չէ, պարզապես equity վրա են եթում անշուշտ մեծամասնությունից equity driven եւ բայց տոկոսը շատ հարմար է, պարզապես ուզում են շատ մաքուր հաճախորդներ, շատ հեշտությամբ կարող են ձեզի տրամադրել այդ 6-ից 7% բաժնով նորությունա, որ մենք այս կարողացանք համամասնակցել այս ընկերության հետ եւ միասին կարող ենք այդ լավ լուր ունենք, որ կարող ենք ձեզի տալ, եթե նույնիսկ ուզում եք շինարարություն անել, construction անել եւ ունեք ուրիշ equity-ներ, կարող եք այս ցածր տոկոսով դիմանք construction loan դիմելը շատ ավելի թանկ է նայում գլխացավերը, քան թե պարզ equity դիմել եւ այդ ձևով շարունակել, այսի նորությունը։ Ուզում եմ տոկոսները նայենք այս շաբաթվանը, նախքան որ տոկոսները ցույց տամ, պարզապես կուզեմ նորեն հիշացնել։ Ամեն անձնավորության, որտեղ շաբաթվա մեջ նորեն ունեցամ խնդիր, որ ես որ մի հատ կամ իմ նման կամ տունում նույնիսկ թուղթ է գալի ձեր համար, որ տոկոսը այսօր 3% է կամ 4 է կամ 1 է կամ 0 է։
ինչ որ թուղթ եք ստանում email-ի միջոցով, կամ ֆլայերներ, կամ նամակներ, կամ վեբսայթներ, կամ հեռուստատեսության TV-ների միջոցով, կամ նույնիսկ որ ես եմ ցույց տալի, մենք բոլորս կարող ենք միայն ցուցադրել մեկ օրինակ վերցնելով, որ միջին average սպասելիք օրինակն է, այսինքն եթե average այսօր միջինը 20% կանխավճար է դնում եւ միջին պարկը 300,000 է, 100,000 չի ելնի, որտեղ այսօր ինչ որ տուն ուզենաս առնես, average-ը 350-ից սկսում է 400, 500, 600,000 կամ տուն կամ կոնդոմինիում եւ average-ը 20% down payment է դնում եւ այդ միջինով այդ average-ով ես կարող եմ ձեզի ցուցադրել, որ եթե աստոկոսներ ցույց եմ տալի, որ եթե դու մոքի առնում ես մոտարապես 400 կամ 380-400,000 տուն, 20% կանխավճար է դնում, average-ը 300-320,000 պարկ է ելնում եւ կրեդիտը 741 է, ուրեմն այս տոկոսը այտենց անձնավորության է պատկանում, որ մեջը բնակելու ես primary residence home։ Եթե ինձ հրաձայնեք ասեք credit-ը 580 է, ուրեմն իմ ցույց տված է 741-ը։ Եվ ասես միայն 5% down payment եմ դնում, իմս 20% down payment-ը։ Եվ 4 unit եմ առնում, էսի 1 to 2 unit-ի մասին է։ Եվ մեջը չեմ առնելու ապրելու investment է, սա primary մեջը։ Ուրեմն իմ տոկոսը որ ձեզի ասելու եմ, որ լինելու է 4.25, ասում եք, ինչպես 4.25, ամենտեղ 3.25 է։ Հայնագից 3.25-ը այս անձնավորությունների համար է, ոչ թե քո կոնկրետ այդ վարկի մասին է խոսքը։ Եվ ասա մենակ իմս չի բոլոր Միացյալ Նահանգների նույնն է։ Ուրեմն ես հիշացնելով, ես ինչքան կարող եմ բացատրություն գտամ ամեն մեկի համար, որ գաղափար կազմեք, բայց each case is different։ Հեռացանեք ես կոնկրետ exactly տոկոսը կասեմ եւ այդ տոկոսը ձեր պայմանները բախտատեք ումի հետ որ խոսում եք exactly նույն պայմանները ոչ թե թուղթի վրա ուրեմն մի հատ խնդրեմ տոկոսներին նայենք եւ դա վրա կշարունակենք ուրեմն սա Fannie Mae-ի տուն առնելու to buy a home purchase owner occupied first time home buyer 3% down payment դնես եւ լրիվ 3% են կարող են նվեր լինի մինչեւ $417,000 բայց մինիմումը $300,000 են քաշվե այս տոկոսի համար կարող ես 200,000-ից էլ ճարես դժվար Կալիֆոռնիայում բայց օրինակը 300,000 վարկի համար է մինչեւ 417,000 1 to 2 unit owner occupied 3.25 մեկ point-ով եւ PMI-ով, ինչու, որովհետեւ 20% down payment չես դնում, 3% down payment ես դնում, ուրեմն PMI կունենաս։ Եթե PMI չես ուզում, 3.25-ն էլ կգործնես, կգնես 4.25 no PMI առանց point-ի։ So 1% կբարձրանա տոկոսը, բայց 1% չէ, որովհետեւ 0 point-ով է, 3.5-ը 0 point-ով է PMI-ով բախտատելով 3 քառորդ տարբերությունն է PMI-ի եւ առանց PMI-ի տարբերությունը։ Եթե ունեք արդեն տունը, չեք առնում, refinance եք ուզում անեք եւ equity չունեք, որտեղ նոր եք առել, նոր ասելով 6 ամիս է, 1 տարի է, 8 ամիս է եւ 20% դեռ չի ելել եւ ուզում ես այդ PMI-ի ձեռից ազատվես։ Եթե ձեր credit score-ն է 741 եւ single family house-ը մեջը բնակում եք, house տունը եւ ունեք PMI եւ տոկոսը բարձր է եւ ուզում եք վերաֆինանսավորեք, մինչեւ 417,000, մինիմումը 300,000, կարող եք ստանալ այսօր 3.5% 1 point-ով կամ 3.875 0 point-ով։ Հույսով եմ, որ պարզ հասկանում եք այս տոկոսները ումերին է պատկանում։ Այս մյուսները արդեն պարզ Fannie Mae, ինչպես իմանում եք, Fannie Mae, government Fannie Mae-ի տոկոսներն են,
400 մինչև 300,000-ից 417,000, եթե 250,000-ը ձեր պարկը մոտավորապես նույն տոկոսների մեջ է գնում, սա տոկոսները տունը առնելու համար է, refinance-ի համար չի, բայց refinance-ի համար մեջին տարբերություն է տալի 3.125 1 point-ով, 3.5 0 point-ով, 3.75 0.0 cost-ով։ 15 տարվան է 2.375 1 point-ով, 2.75 0 point-ով, 3.125 0.0 cost-ով։ Նույն պայմաններն որ 30 տարվանն է, միայն ժամկետերն է տարբեր։ 20 տարվան է 3.25 0 point-ով, 3.625 0.0 cost-ով։ Եթե ձեր պարկը 417,000-ից 625,000 է, եւ ամենասքիչը 20% equity down payment ունեք, եւ տունը առնում եք մինչեւ 625,000 20% down payment ունեք, եւ 741 ձեր score-ն է, 30 տարվա ֆիքսելը 3.5% 1 point-ով, 3.875 0 point-ով, 4.25 0.0 cost-ով։ Նույն պայմաններով 20 տարվա վարկ ուզենաք 3.625 1 point-ով, 4.125 0 point-ով, 4.5 0.0 cost-ով։ Եվ 15 տարվանը նույն պայմաններով 2.75 1 point-ով, 3.125 0 point-ով։ FH-ն հայնագիսեն, եթե ուզում եք FH-ով տուն առեք, միայն 3.5% կանխավճար դնեք, 30 տարվա ֆիքս հայնագիսներ 2.875 0 point-ով, 3.25 0.0 cost-ով։ Ես վեր տոկոսները տեսնում եմ, ուզում եմ 10 տուն առնեմ։ Նույնիսկ եթե պետք է չունեմ եւ հնարավորությունը չունեմ, եւ 10 չեմ էլ կարող առնեմ FH-ի միջոցով միայն մեկ այլ, բայց 2.875 30 տարվա ֆիքս թող տունը որ ուզում այն թող փամդել լինի, մենակ այս տունը ես կարողանամ առնեմ, այս տոկոսով 3.5% կանխավճարով, անշուշտ մեկի չափազանցնում եմ, պետք է որ աշխատում ես դրանք է լինի, բայց տոկոսների լավությունն եմ ուզում ձեզի ասել։ 30 տարվա ֆիքս առանց, եթե FH loan ունեք արդեն, լավ լսեք, եթե արդեն FH loan ունեք, ձեր հիմակվա վարկը FH վարկա, Federal Housing Associations, այսինքն դուք այդ վարկը ստայի հիմա PMI ունեք վրեն, նայեք ձեր ամսականը mortgage statement-ի վրա PMI ունեք, առնելուց միայն 3.5 կամ 5% down payment եք դրել, եթե վարկ կրեդիտով եք առել, այսօր կարող եք վերաֆինանսավորեք 3.375-ի, առանցի եկամուտի թուղթի, առանցի կրեդիտի եւ առանցի appraisal-ի, այո, բայց պետք է արդեն FH ունենաք, FH-ից FH փոխադրեք։ 30 տարվա ֆիքս FH-ի 417,000-ից 625,000, 30 տարվա ֆիքսը 3.25 0 point-ով, 3.75 0.0 cost-ով։ Մինչև 4 unit հայնակիցներ, մինչև $1 million 5% down payment դնեք 3.25 0 point-ով այլնում, այո, մինչև 4 unit, և մեր ջամբոները մինչև 3 million 3.875 1 point-ով, 4.375 0 point-ով։ Հայնասեն ոմանք այս ջամբոների վրա կամ տոկոսները ինձ ելում հաճախակի հայրենակից հեռացան, գիտես ինչ, օրինակ Bank of America կամ Chase կամ Wells Fargo կամ տարբերությունով ինձ առաջարկեր օրինակ քո ջամբոն 3.875, ինձ տասեն 3.5 բայց ասեմ հայնակից են, քեզ չի տա, որովհետև քո եկամուտը, կրեդիտը եւ այլն այդ պայմանները, որ իրանք ուզում են, եւ ունեցել եմ հայնակից այս ձևով, ասա չէ, քո տոկոսը բարձր է, ասեմ, բայց այն որ տալիս է, քեզ չի պատկանում։ Եվ գնացել է եւ հետո վերադարձել, ասա ներողություն, ներողամիտ կենես ինձ proof չեն անում, ասեմ, ես քեզի ասամ, proof չեն անի, պարզապես I'm not lying, ժամանակը չի ուզում գործնի եւ credit վրա inquiry ելներ, պարզապես իրանց պայմանները շատ լավ իմանում եմ։ So չի նշանակում whoever is the cheapest it can deliver. Overall արժանը նա չի նշանակում կելին, there's a catch։ Listing-ները եմ ուզում ցույց տամ 4 3 unit passive-ի նայում որ մեր listing-ն է, այդ 3 unit ինչպես տեսնում եք, ստեղում հայնակիցներ, պաշտոնական 4 unit-ը վերածվել, էսի վերջի տան շենքի վերջինա, էսի առաջինն որ առաջինը մայր house սեփական house remodel-ած տունը, երկու հարկի վրա
մեծ խոհանոց ինչպես տեսնում եք նստարանով, լվացենյակներով, 4 ննջասենյակ առաջի տունն է այնակիցներ, 4 ննջասենյակ 3 լվացարան, house տունը, Washington, Mountain, Lake եւ Hill, ըտանից ավելի հայաբնակիչ թաղամաս չես ճարի։ Առաջինը 4 ննջասենյակ 3 լվացարան, մեջտեղինը Jog Independent մահ տունը 1 bedroom 1 bath, հետևը երկրորդ հարկը մահ 2 bedroom 1 bath, երկրորդ հարկի տակը անօրինական շինարարություն այլ է մահ ստուդիոյի, 3154 square feet-ը քաղաքապետարանի կողմը գրանցված է, որ այսքան բոլորի թաղամասն է, 1700 առաջի տունն է, 1724 square feet առաջի տունն է, մեջտեղի տունը մոտ սխալվեմ մոտ 6-700 square feet է, հետևի երկու ննջասենյակը մոտ 890 square feet է, եւ անշուշտ ստուդիոն չեմ հաշվում, որտեվ անօրինական է, square footage-ի մեջ չեմ հաշվում, հողը 10000 square feet է, մաքուր remodel տուն է, 3 unit-ը կարող եք մեկի մեջ ապրեք, մյուս երկուսը կամ մյուս 3-ը վարձուտակ, 1,275,000 asking price-ն է, լրիվորեն remodel-ած ծախս չունեք, եթե առանցի agent-ի մոտենակ այս տունին, առանցի agent-ի մոտենակ այս տունին, 100,000 զեղչ ունեք, 1,175,000-ի կարող է ձեզի վաճառվի, եթե առանց agent-ի մոտենակ այս տանը։ Ուրեմն այս 3 unit-ը passive-ին այո։ Ուրեմն սկսենք մեր առաջին լիստինգը Glendale-ում condominium-ը townhouse-ը 2 հարկի վրա, 3 ննջասենյակ 3 լվացարան, 1600 square feet townhouse-ը բավականին մեծ է, Homeowner Association միայն $300 է, շատ լավ մաքուր վիճակի մեջ է, open floor plan $575,000 asking price-ն է։ Մյուս ունենք նորեն Glendale-ում 2 ննջասենյակ 3 լվացարան, նորեն 2 հարկի վրա townhouse-ը, մեկի չինը outdated է, washer dryer անշուշտ մեջն է, բայց շատ լավ ընդհանրապես Homeowner Association-ը $249 է, $250 ասենք, եւ 1109 square feet շենքն է, տունն է, մակերեսն է, ընդհանրապես վատ վիճակի մեջ չի, փուլ էլ ունի $455,000 asking price-ն է եւ լավ թաղամասում է Glendale-ի լավ թաղամասներից townhouse-ը։ Glendale-ում նորեն 2 ննջասենյակ 2 լվացարան, 1988-ի շենք է, վատ չի չեմ ասում brand new է, բայց վատ էլ չի, հին էլ չի, մեկ քիչ աշխատանք ունի, ինչպես տեսեք սիրուն kitchen-ն է, էսի շատ իմ սիրած շենքերից մեկն է, Homeowner Association-ը $745 այո, $745, բայց շատ բաներ են մտնում մեջը, gym ունի, pool ունի, sauna ունի, security guard ունի, valet ունի, concierge ունի, շատ առավելություններ ունի, $539, 2 bedroom, 2 bath, 1279 square feet մակերեսն է Glendale-ում։ Մյուս ունենք Montrose-ում 2 ննջասենյակ 3 լվացարան, 1987 թվականի շենքա, 1332 square feet-ը, Homeowner Association միայն $200 է, քանի հարկի վրա է, մոտ 517,000 asking price-ն է, բայց շատ մաքուր է, շատ սիրուն ճաշակով է, լավ floor plan ունի եւ անշուշտ թաղամասը, ինչպես իմանում եք, Montrose-ում լավ թաղամասներից մեկն է։ TV-ը North Hollywood հայնակիցներ, այսի 2 bedroom 3 bath-ը, բայց նայեք սիրուն վիճակի մեջ է, 1509 square feet-ը rooftop ունի, rooftop, այսինքն վրևն էլ ունեք, կտուրի վրա որպես balcony բակ գործացեք, նայեք nicely remodeled, $300 Homeowner Association-ն է, բայց North Hollywood-ի Art District-ում է, շատ լավ թաղամասում է North Hollywood-ինը, is lower section of North Hollywood, $499,000 asking price-ն է։ Մեր house տուները Burbank-ում 3 ննջասենյակ 2 լվացարան house տունը լրիվորեն remodel-ած է, 1378 square feet շենքն է, 6774 square feet հողամասն է, ինչպես ասեմ լրիվորեն remodel-ած է, moving condition, $649,000 asking price, նույնիսկ դուսի rain gutter-ները բոլորը remodel-ած է, անշուշտ Glenox-ից ցած է, բայց so what, նայեք շատ լավ
մաքուր թաղամասումը railroad track-ների մոտ չի, թելերի երկաթուղի կայարանների մոտ չի, շատ լավ թաղամասումը, բայց Burbank-ի ցածի մասն է, recess light-երով եւ այլն։ Burbank-ում 2 ննջասենյակ 2 լվացարան 1600 square feet շենքն է 8101 square feet հողամասն է շատ հին է կարող եմ ասեմ տուն չկա մոտարապես $710,000 asking price-ն փուլել ունի, բայց եթե նայեք ես կողքին գրել եմ cash, 710,000-ի կողքին գրել եմ cash, ինչու որովհետև էսի դժվար ֆինանսավորեն, որովհետև շենքի վիճակի չի, բայց թաղամասը շատ լավ է, սա շատ ավելի կարող է բարձր է թա, չեմ զարմանա, perfect location, good size, $710,000 all cash Burbank-ի լավ թաղամասներից։ Burbank 292 լվացարան 2031 square feet, size-ը մեծ է, square feet-ը մեծ է, 6749 հողամասն է, ընդհանրապես լավ վիճակի մեջ է, brand new չի, բայց remodeled է, $749,000 նորեն լավ թաղամասներում է գտնվում Burbank-ինը, 749 two bedroom two bath, բայց 2000 square feet-ն է two bedroom two bath, այսինքն բավականին տեղ ունի։ Մյուսը նորեն Glendale-ում է, two bedroom two bath, 1909 square feet two bedroom two bath, 9136 square feet հողամասն է, asking price $769,000 հայրենակիցներ, եւ լավ թաղամասում էլ է, Mountain View-ել ունե, so $769,000 two bedroom two bath, remodeled չի, բայց 1900 square feet existing տունի չափսն է։ Մյուսը Grande Hills այնը այս տունը ես շատ սիրացիմ Reynolds-ից վրեժ north of the 118 3 bedroom 2 ննջասենյակ 1358 square feet-ը բայց լրիվորեն remodeled է moving condition 8200 square feet հողամասն է շատ լավ թաղամասում է Grande Hills-ինը շատ մաքուր է ձերտալ չունի չափսն է լավ է մեջին մեծացնելու տեղ ունի ապականում եթե մեկ ուզում է մեծացնի 1300-ը 400 square feet ավելացնես asking price $550,000 բոլոր stainless steel appliance-ները մեջ Լաքանիադա հայրենակիցներ 3 bedroom 3 bath այսօր Լաքանիադայում 3 ննջասենյակ 3 լվացարան 2200 square feet 8900 հողամասն է հոյակապ մաքուր տուն է թաղամասն է շատ լավ է նայեք խոհանոցի մեծությունը living area-ն cul-de-sac-ը դեն փողոց է asking price $1,095,000 for Լաքանիադա 3 bedroom 3 bath 2200 square feet 8,900 with the pool and $1,095,000 this is a fantastic buy Burbank direct ննջասենյակ 1 լվացարան 1207 square feet շենքն է 6595 հողամասն է asking price $499,000 այո մեկը 500,000 տուն է ուզում Glendale Burbank-ում 1200 square feet-ը 6500 հողամասն է $499 մեկը որ արժան է ուզում here it is argument-ի տեղ չկա չի կարող ստա վրա 500,000-ի վրա մարդ Sun Valley 3 ննջասենյակ 2 լվացարան 1408 square feet շենքն է 23000 հողամասն է Shadow Hills-ին մոտիկ է կարող եմ ասեմ պաշտոնական Sun Valley-ը բայց technically Shadow Hills-ի մոտ է գնում որ կարող է ձի պահեք ընդ այո horse property-ն ասում նայեք էսի իր հողամասն է $565,000 այո horse property 23000 flat lot 1408 square feet շենքն է $565,000 իմ մտերիմ ընկերներից կարծեմ տենցի հողեր ուզում իր համար առնի մեջը բնակելու $565,000 you can go wrong ստա վրա 150,000 ծախսես պալատ կելնի բայց Shadow Hills անգնում այսին Sun Valley-ը պաշտոնական Shadow Hills-ում Sunline 2 ննջասենյակ 1 լվացարան 1138 square feet շենքն է 4700 հողամասն է շատ հին է fixer է cash բեկի առնեք նույն եմ կրկնում fixer է cash բեկի առնեք cash offer հին տուն է բեկի վրան փող ծախսվի բայց եթե Sunline-ում 395,000-ով տուն եք ուզում 2 bedroom 1 bath-ին էս այդում ձեր համար եւ թահան
Թահանգա 3 bedroom 2 լվացարան 1200 square feet շենքն է 3467 square feet հողամասն է շատ փոքր է բայց 469,000 asking price Թահանգայում եթե մեկը ուզում է Պարտաս մակրոն հեսել մեր վերջինն է Սանլանդում 2.2 լվացարան 1060 square feet շենքն է 5600 հողամասն է 499 Ինչպես տեսակ հայրենակիցներ տուները շատացել են մարքեթում ոմանք դեռ կան որ it's a trash այսինքն տան նայել չի ելնի ոչ թե տան վիճակը necessarily արժեքը համեմատելով տան վիճակը այստեղ շատ մաքուր շնորհքին տուներ կային տուների ինվենտորին շատացել է պատճառ չեմ տեսնում որ մեկը չկարողանա այսօր տուն առնի անշուշտ այդ խաղերը կա խաղերին մի խափեք որովհետև դիմեք professional մեկերի հետ աշխատեք մաքուր մեկերի հետ աշխատեք փորձեք 3 4 5 ընկերություններ անձնավորություններ բրոքերներ եւ տեսեք ով է քանի հոգի նույն բանն են ասում քան թե մողոքին դրիվորեն տարբեր ասում նույնիսկ մեր համայնք տոկոսի համար քանի տեղի տոկոսների դիմեք բախտատեք apple to apple եւ այդ ձևի ավելի հեշտ կարողանեք որոշում տալ շնորհակալ եմ որ հետեւում եք մեր ծրագիրները եւ նայում եք ձեզի մաղթում եմ լավ շաբաթ կհանդիպեմ ձեզ մյուս շաբաթ տեսություն Վաշինգտոն կապիտալը 30 տարի ի վեր զբաղվում է անշարժ գույքի ֆինանսավորման հարցերով եւ վաճառքով այսօր ամենացածր տոկոսներով հնարավորություն ունեք գնելու ձեր երազած տունը կամ վերաֆինանսավորել ձեր սեփականությունը ամենացածր ամսվճարով եթե կորցնելու եք foreclosure ձեր բնակարանը կամ ունեք վաճառքի հետ կապված խնդիրներ մենք կօգնենք ձեզ վաճառելու ձեր սեփականությունը short sale-ի միջոցով Վաշինգտոն կապիտալը կօգնի ձեզ այս բոլոր հարցերում Զանգարեք 818 240 1920 հեռախոսահամարով